Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս պահին ես զրուցել եմ հանրային գործիչ Էլիզա Արաքելյանի հետ, շնորհակալ եմ Էլիզա մեր հավերն ընդունելու համար։ Այս օրին տեղի ունենում իրադարձություններ, որոնք գալիս են փաստելու ըստ էության, որ ձեր եւ իմ վերջին ամիսների քննարկումները, որոնք մենք թեմատիկ տարել ենք, պետք էին, ժամանակավրեպ չէին, ավելի գուցե նաև ինչ-որ իմաստով ուշացած էր այս ֆորմատով քննարկումը, եւ որ ամենակարևորն է գալիս են ապացուցելու, որ դրանք ճշմարտացի մտահոգություններ էին, այսինքն արդարացված մտահոգություններ էին, այն է, որ քաղաքական դաշտում պետք է պարզաջրումներ լինեն, հակառակ պարագայում առաջին հայացքից կարելի է, ինչպես Գյումրիում, կարծել թե ընդդիմությունը արդյունքի ապահովել եւ 50+% ունի, բայց հետո կարող է պարզվել, որ այդ ընդդիմության շարքերում կան ուժեր կամ գործիչներ, որոնք լրիվ ուրիշ պլաններ ունեն եւ իրենց պլաններում այո, գուցե մտնում է Նիկոլ Փաշինյանի հերացումը, բայց միայն մի պարագայում, եթե փոխարինողը իրենք են։ Հիմա այն ինչ որ տեղի է ունենում Գյումրիում, ձեր գնահատականները, ինչ է տեղի ունենում Գյումրիում։ Ողջույն հարգելի Բորիս, շնորհակալ եմ հրավերի համար։ Ճիշտ նշեցիր, առանցքում այն է, որ ուժերի նպատակները փաստորեն էականորեն տարբերվում են միմյանցից։ Սրա մասին բազմիցս ենք խոսել, բոլոր շարժումների ժամանակ այս թեման ակտիվ է եղել, որ ժողովրդի նպատակը, պետության շահը, ազգային շահը, ընդդիմադիր ազգանվեր հատվածի շահերը եւ ընդդիմության ներսում կանգնած ինչ-ինչ ուժերի շահերն ու նպատակները փաստորեն համագործորեն տարբեր են եւ այո Գյումրու ընտրությունները եկան նորովի լույս սփռելու այս ամենի վրա։ Ունենք տխուր իրականություն, բայց ունենք իրականություն, որի հետ պետք է հաշվի նստենք։ Այո, այդպես է։ Միայն վերջին ամիսներին այո հաղորդում ֆորմատի իմաստով է ասում, որ թեման բավական երկար ժամանակ է։ Այո, 4 տարի է թեման կա, չնայած շատերը գերադասում էին չխոսել դրա մասին, այսպես եղան է ծածկոտի։ Ասեմ ավելին, այդ տարի այդ թեման 6 տարի է, 7 տարի առնվազն ինձ եւ էլի ուրիշ մարդկանց համար կա։ Եվ այդ թեման բարձրաձայնվել է։ Ով է բերել Նիկոլին թեմանը, որովհետեւ բարձրաձայնումները այդտեղից են գալու։ Իդեպ շարունակվում է այդ ով է բերելուն, այսպես ծաղրով կամ քննադատությամբ են մոտենում, այստեղ նորից Գյումրու ընտրությունները եկան լույս փռելու նաև դրա վրա, որ ով է բերել հարցը ակտուալ չէր լինի, կենթանի չէր մնա, եթե չլիներ ով է պահում Նիկոլին հարցը։ Այո։ Հիմա Մարտուն Գրիգորյանը պահում է Նիկոլ Փաշինյանին, տեղական իմաստով Գյումրիում, բայց նաև ազդեցության իմաստով համապետական։ Դե փաստացի տեսեք, այն հանգամանքը արդեն, որ բացահայտ է, որ ընդդիմության շարքերում չկա համախմբվածություն եւ մեկ նպատակ, ԿՊ-ի դեմ եւ ԿՊ-ին հեռացնելու ուղղությամբ աշխատելու, սա արդեն գոնե խաղաքարտ տալիս է հակառակ կողմին, Եթե նույնիսկ չել պահում, եթե նույնիսկ դուրս է գալիս եւ հայտարարում է, որ ԿՊ-ն քաղաքապետ չի ունենալու Գյումրիում, չնայած դա իր հայտարարելու հարցը չի, որովհետեւ ինքը չի վերջնարդյունքում որոշող։ Սարգսյանն էլ հայտարարում էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինելու, բայց դրանից բաց չփոխվում։ Այո, կարող է ուզում էր այդպես չլիներ, բայց հակառակ բան եղավ։ Ուզում եմ ասել, այնինչ ասում են, իրականում այդպես չի հաստվերում, այլ գործընթացներ են եւ հենց իրենց ձեռամբ են այդ գործընթացները գեներացվում եւ առաջ տարվում, ինչևէ այնինչ հայտարարվում, այնինչ խոսվում է եւ այնինչ կատարվում է, Գյումրու ընտրությունները պարզեցին, որ էականորեն տարբերվում են իրարից։ Այո, ընդդիմությունը մեկ միասնական նպատակ չունի ԿՊ-ին հեռացնելու։ Հիմա նաև կա պարզաճրվեց եւս մեկ հարց կարծում եմ։ 2 օր է
Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված մարդիկ, որոնք նաև իր թիմակիցներ են ներկայանում, չնայած ուրիշ կուսակցության իբր ղեկավար են, բան են, բայց ասում են Սերժ Սարգսյանի թիմակիցներն են։ Պայքարում են փոխքաղաքապետի պաշտոնի համար, ասում են ոնց դե գոնե փոխքաղաքապետի պաշտոնը տվեք մեզ Գյումրու։ Հիմա այս նույն մարդիկ, որոնք ամբողջ թիմով լծված են, պայքարում են հանուն փոխքաղաքապետի պաշտոնի, գոնե շաբաթներ առաջ վստահեցնում էին, որ իրենք անշահախնդիր ուզում են հեռացնել Նիկոլ Փաշինյանի, չունեն որևէ ակնկալիք իշխանության գալու, չունեն ակնկալիք որևէ պաշտոն զբաղեցնելու։ Սա էլ արդյոք լավ, այսպես փորձակար չէր, բարձելու, բարձաջրելու, որ կներեք, նախ բոլոր ուժերը իշխանության ուզում են գալ, այդպիսի ուժեր չկան, եթե քաղաքական ուժ ես, ապա ուզում ես իշխանության գալ։ Եվ սուտ էին այն կեղծ էին այն մեկնաբանությունը, որ այ մենք իշխանության չենք ուզում գալ։ Մենք ոչ մի պաշտոն, մենք պաշտոնակռվի չենք մասնակցել, բայց փոխքաղաքապետակռվի մասնակցում ենք Գյումրու։ Սա էլ բարձաջրվեց թե ոչ։ Ձեզ համար ոնց էր։ Իմ համար օրինակ բարձաջրվեց։ Իհարկե ոչ միայն մեզ համար, հա, իմ ձեզ, այլ նաև շատերը հասկացան եւ տեսան, քանի որ պարզից էլ պարզ է արդեն։ Պարզապես այստեղ ասեմ իշխանության գալու հնարավորություն, ցանկությունը եւ հնարավորությունը հավասարազոր չեն, հա։ Կարող ես գալ իշխանության, բայց արդյոք դու հնարավորություն ունես իշխանավարելու, սա է խնդիրը։ Նույնը դառնան քաղաքապետի, փոխքաղաքապետի պաշտոններին։ Առողջ միտքը, ողջամտությունը, հա, այն էլ այս օրհասական պահին, երբ պետությունը առանց կանգ առնելու գահավիժում է։ Մենք այստեղ մեր գործերով ենք, մեր անելիքներով, մեր խոսելիքներով, բայց ԿՊ-ն հստակ պետությունը դեպի անդունդը տանում է ամեն ժամ եւ ամեն րոպե։ Այստեղ ինչն է կարևոր։ Եղբայր, դու եթե ստանձնում ես եւ ձգտում ես այդ պաշտոնին, դու ունես այդ կարողությունը այդ պաշտոնը վարելու, տանելու եւ ղեկավարելու այն ինչին դու ձգտում ես։ Սա է խնդիրը, հարգելի Բորիս, եւ ինձ թվում է ցանկացած յուրաքանչյուր պարագայում, եթե կան որոշակի ուժեր, որոնցից համախմբում է պահանջում, կամ մրցակցություն է պահանջում, կամ առողջ մրցակցության արդյունքում ինչ որ մեկը իսկապես գալիս եւ ինչ որ ձայներ հավաքելով ստանձնում է, բայց կարևոր պետք է լինի ունակությունը, նույնը օրինակ 4 ուժեր անցել են, հա, ողջամիտ կլիներ, եթե նրանք բոլորով ի սկզբանե հայտարարեին, որ այո մենք միասին ենք, պարզապես ինչ-ինչ քննարկումներ եւ հարցեր կան, մենք միասին կորոշենք եւ վերջնական հայտարարել են, որ մենք կքվեարկենք Վարդան Ղուկասյանին, բայց մեկը փաստորեն չի արել եւ չէր անում։ Այստեղ արդեն գործ ունենք ոչ թե ողջամիտ մարդու, այլ փառասեր մարդու հետ, հա, ինչ-ինչ անձնական շահեր հետապնդող մարդու հետ եւ սա ակնհայտ է։ Դուք կարծում եք սա Մարտին Գրիգորյանի որոշում է։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ով է։ Չնայած շատերը վիճում են ինձ հետ, ասում են, որ իրենց այդ իր փաստորեն գեներացրած, հա, դեբատի ժամանակ ինքը փաստորեն նորից արթնացրեց այդ թեման, իր եւ Վարդան Ղուկասյանի միջև այդ անձնական խնդիրներ, բայց ես կարծում եմ սա այսպես ասեմ, հասուն չէ մի քիչ, հարգելի Բորիս։ Երբ դու գալիս ես պետության արդեն մեջ քաղաքական ինչ որ դերեր ես ստանձնում, դու պետք է այնքան հասունություն եւ այնքան առողջ միտք ունենաս, որպեսզի կարողանաս քո անձնական ամեն ինչը հարթած լինել, դրած մի կողմ եւ որտեվ դու եկել ես երկրի եւ պետության հարց լուծելու եղբայր։ Ինչի մասին է խոսքը։ Չէ, եթե ձեր խնդիրը Մարտին Գրիգորյան, եթե ձեր խնդիրը զուտ համայնքային, հա, միացեք ԿՓ-ին, իրանք էլ են զուտ համայնքային իբր թեմա տանում, չէ՞։ Բայց եթե քաղաքական խոսույթ ունեք, չնայած այդ մարդուց քաղաքական խոսույթ ես չեմ լսել, ինչ պիտի ասեմ։ Այստեղ ուրիշ հարց է առաջանում։ Ասեմ ավելին, անճանաչ մարդեր, շատերը չէին ճանաչում։ Գյումրիում իհարկե գիտեն իրեն ինքով։ Գյումրիում, հա, բայց Երևանում շատերը չէին ճանաչում։ Նույնիսկ պատգամավոր լինել։ Հիմա որովհետև 3 տարի է պատգամավորը 3 բառ չի ասել։ Այո, այո։ Այսինքն Անձամբ ես չեմ։ հələ հասկացանք, Տարոն Մարգարյանին քրեական գործով լրացրեցին, այդ մարդուն ստիպեցին չխոսի, ելույթներ չունենա, չնայած չէր ունեցել, չէ՞ ելույթներ։ Չէ, ոնց։ Մի խոսքով իրան լրացրել։ Հապայի բմբուլները քամուն էր Հա, տալիս։ Տարոն Մարգարյանին քրեական գործով լրացրել են, էդիլը չհանդամ։ Իշխան Զաքարյանին այն բանով են լրացրել, համահայկական խաղերով։ Այդ մարդը համահայկական նախաձեռնություն, էլի Սերժ Սարգսյանի թիմակիցն է։
Համահայկական խաղեր է կազմակերպում Արայիկ Հարուսը, հանուն ազգի զուտ չի խոսում, անկեղծ ասեմ։ Տան Մարգարյանն դե քրեական գործերով, այս տղուն ոնց են լրացրել։ Տեսեք, այստեղ խնդիր ունենք, որ մենք խնդիր չունենք, իրենք խնդիր ունեն, ճիշտն ասած, որովհետև այս բոլոր գործընթացները ամեն օր ապացուցում են նախորդ հաղորդման ժամանակ։ Հիշում ես խոսեցինք ու ասացի, որ ՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը արդեն իրենց դեմ են, այսպես ինքնագոլեր խփելով գնում են, հա, իրենք։ Բայց հետաքրքիր է, որ իրենք չեն տեսնում դա եւ կանգ չեն առնում փաստորեն։ Սերժ Սարգսյան թիմակիցները ոնց որ մեր հավաքականի Քարամյան եղբայրները լինեին։ Այն հիշում ես շատ երկու խաղացող է շատ վատ էին խաղում հավաքականը միշտ խայտարակ էր ելում իրաց խաղի պատճառով։ Ծիծաղում ենք, բայց ծիծաղելի չէ իրականում։ Անձամբ ըստ իմ կարծիքով ոչ Մարտուն Գրիգորյանը ինքը չի որոշում, ոչ էլ հարգելի պարոն Արթուր Վանեցյանը։ Հիմա ես դրան եմ ուզում հարց տալ, ձեր գնահատականը լսե, իմ գնահատականներին մարդիկ ծանոթ են, որպես շասեն ներազդում։ Արթուր Վանեցյանի կուսակցությունն այդ թվում նաև առաջադրել Մարտուն Գրիգորյանին։ Մարտուն Գրիգորյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի ֆրակցիայի անդամ։ Այնպես չի կարող լինել այնպես որ ֆրակցիայում են ոչ մի կապ չունեն իրար հետ։ Դրանից առաջ էլ հանրապետական ֆրակցիայի անդամ ա եղել։ Նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում Սերժ Սարգսյանի թիմակիցները պաշտպանել են Մարտուն Գրիգորյանին, ընդ որում առաջին շարքերի թիմակիցները ասել են Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյանն էս երկուսին են քարոզել։ Ժողովուրդ ջան, եթե ընտրում եք, իրանց ընտրեք։ Հիմա արդյոք պիտի Մարտուն Գրիգորյանի այս վարքագծի համար, որովհետև ինքը վիժեցնում է Գյումրիում ընտրական հաղթանակը ընդդիմության, ընդ որում ինքը կարող ասել Գյումրիում ԿՊ քաղաքապետ չլինի, գնանք երկրորդ փուլի, երկրորդ փուլում ԿՊ-ն հաղթելու է, որովհետև բոլոր ընդդիմադիրների թույլ ուժեղ կողմերը տեսել է, բանը իշխանությունը որպես պետական ռեսուրսների տիրապետող անսպառ ռեսուրսներ ունի, ընդդիմությունը կարող այդքան ռեսուրս չկարողանա այլ նորից գեներացնել։ Եվ ժողովուրդն էլ հոգնած լինի դրանից, հա։ Արդյոք ժողովրդի հիասթափությունը վտանգավոր է։ Եվ Արթուր Վանեցյանը եւ Սերժ Սարգսյանը քաղաքական պատասխանատվություն կրեն սրա համար։ Իհարկե մենք չենք կարող իրենց պատասխանատվության կանչել, բայց ընտրության ժամանակ քվեարկողը գնա եւ քվեատուփում քաղաքական պատասխանատվության ենթարկվի։ Տեսեք, մենք ասածը հարաբերական է։ Մենք կարող ենք, եթե մենք հանրային հատվածը իսկապես գիտակցում է իր, այսպես ասած, պահանջը քաղաքական գործիչներից, հա։ Երկար տարիներ մենք ունեցել ենք արատավոր պրակտիկա, երբ քաղաքական գործիչները, պետական այրերը, հա, բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ արել են հայտարարություններ, ապա գործել են իրենց հայտարարության հակառակը եւ դրանից հետո նորից արել են իրենց գործելավոճին հակառակ հայտարարություն։ Այսինքն բացարձակ պատասխանատվություն չեն կրել։ Այսօր կասեմ մի բան, վաղը կասեմ դրա հակառակը, մյուս օրը կասեմ նրա հակառակը։ Ինչ է եղել, որ այն մյուս օրն էլ կգամ նորից կառաջադրվեմ ինչ որ բարձր պաշտոնի, մոռանալով փաստացի իմ ստերը ժողովրդի եւ հանրության առաջ։ Ինչու է սա, այսպես ասած, անցնում, հա, Բորիս ջան, անընդհատ անցնում է փաստորեն սա, անում են, մարսում են, ինչպես օրինակ իշխանության դեպքում, հա։ Վարչապետը երևի ռեկորդակիր է հակասող, հակադիր հայտարարություններ անելու մասով, այսինքն ունենք պետության ղեկավար, որը այսօր մի բան է ասում, հաջորդ օրը դրա հակառակն է ասում, այն մյուս օրը դրա հակառակն է ասում։ Ստախոս, կարճ ասած։ Սա ավելի վատ է, քան ստախոսությունը, հա։ Սա ուղիղ խաղում է հանրապետության ղեկավարի համբավի հետ, այսինքն նրա կշիռն է իջեցնում, նրա հեղինակությունն է, չնայած Նիկոլ Փաշինյան դեպքում դա արդեն չկա։ Նիկոլ Փաշինյան հեղինակությունը այնքան է իջել արդեն մինուս անսահմանություն նավթ են հայտնաբերելու, պատերազմել այդ նավթի համար է սկսելու։ Հա, պարզապես այստեղ, բայց այստեղ հատկանշական է մի բան, հանրությունը թվում է թե մոռանում է, բայց չի մոռանում։ Մարդիկ հիշում են, կա մի հատված, որը որ ուշադիր չէ, հետաքրքրված չէ քաղաքականությամբ, մոռանում են, բայց այն հատված, ովքեր ակտիվ են, ում հետաքրքիր է երկրի եւ ժողովրդի ճակատագիրը, հիշում են իհարկե։ Ես ու դու հիշում ենք, չէ՞։ Եթե հանկարծ մարդիկ մոռանան, մենք կհիշեցնենք, չէ՞, անպայման։ Այսինքն չի մոռացվելու, սրանք արձանագրվում են վաղ թե ուշ, սրա համար բոլորը պատասխան են տալու։ Սկսած պարոն Սերժ Սարգսյանից։ Քանի որ առաջին ինքն է եղել, որ ասել է մի բան եւ արել է դրա հակառակը, հա։ Երբ դες բան եղել։
երեք չեմ հիշում ճիշտն այդ ասած աչքովս անցավ տենց մի հատ տեսանյութ զարմացա ես արհեստական բանականությունը սարքած երևի երևի լավ քաղաքական պատասխանատվություն է կատարվողի համար եթե Գյումրիում իրենց տեխնացու իրենց թիմակցի շնորհիվ քաղաքացիական պայմանագիրը ստանում է հնարավորություն խլելու կրկին իշխանությունը գյումրեցիներից եւ ձեզ ասեմ որևէ մեկը գյումրեցիներին չմեղադրի եթե երկրորդ փուլում գնան տարապես ԿՊ-ին ընտրեն ասեն եթե դու եք դուք իրար մեջ չեք կարողանում պայմանավորվել եկել գցում եք մեր գրպանը վերջում էլ գնաք մեր տված քվեով ԿՊ-ի հետ առևտուր անեք հենա մենք միանգամից ԿՊ-ին կտանք այո այստեղ հատկանշական է հարգանքը մարդկանց քվեների հանդեպ ուզում նշել նաև որ այն տեխնացուն ով ձգտում է ինքը դառնալ քաղաքապետ կամ ինքը գնալ ինչ որ մեկի հավաքազայների քշվեն ինչ որ պաշտոն սա ուղիղ անարգանք է քաղաքացիների ընտրողների քվեի հանդեպ սա էլ է ՀՀԿ-ի ձեռագիրը եթե խորանանք իրենք միշտ այսպես ասած մեծ ուշադրություն չեն դարձրել թե հանրությունը ինչ կխոսա իրենց մասին թե հանրությունը Գյումրիում էր ասում չէ ինչքան պետք է հա ինքն էր ասում ինչքան ուզում այնքան էլ կհավաքեմ այսինքն դա զուտ տեխնիկական ֆինանսների եւ գնելու խնդիր է իր համար հա ոչ թե մարդկանց առաջ արժանինքներ ունենալու այլ տեխնիկական խնդիր է ինչպես իրենց պրակտիկան բոլորիս է ծանոթ հա զուտ փողը տալիս գնում էին փողից բացի տալիս գնում էին այս մարդիկ Մուկուչյանին ասել նկարի 60% կամ 70% ի՞նչ տարբերություն ասենք Մուկուչյանը նկարող է ուզբա 80% հա այստեղ շատ կարևոր է այս հարգանքը որովհետև եթե պատերազմից հետո տարիներ շարունակ նույն այդ ուժերին հաջողվել է մոլորություններով ժողովրդին այսպես թույլ չտալ որպեսզի ժողովուրդը հասկանա ինչ է կատարվում իրականում ընդդիմադիր դաշտում հիմա իրենք արդեն անկարող են դա անել, որովհետև չի կարելի անընդհատ բոլորին խաբել։ Ինչ որ մի պահ մարդկանց աչքերը բացվում են։ Հիմա կարծեք թե այդ բանը, որ մարդիկ Հիմա հենց այդ բանը եւ Արթուր Վանեցյանն ու Մարտուն Գրիգորյանը լավ կանեին մտահոգվեին, իսկապես մտահոգվեին իրենց քաղաքական կապիտալի, իրենց համբավի, իրենց անձնական հարգանքի մասին, որովհետեւ որքան էլ իրենց քաղաքական ղեկավարությունը համոզի, հա, որ ամեն ինչ լավ կլինի, մենք կհարթենք մեր ձևերով, մեր սովորություններով արատավոր, բայց այստեղ արդեն հարգելիներս մենք ունենք այլ ժողովրդի եւ այլ հանրության հետ, որը բացի տեսնելուց արդեն այսպես արթնանալուց, հա, նաեւ զայրացած է, որովհետեւ ինչի համար է այս ամեն ինչը Ինչա մեր շարքերում այս հակամարտությունը առաջ եկել, որովհետեւ երկիր ենք կորցնում, հարգելի հարգանակիցներ։ Մենք մոռանում ենք վերջնանպատակի մասին։ Ընդ որում, ես ձեզ ասեմ, ինձ օրինակ Մարտուն Գրիգորյանը հետաքրքիր չի, երրորդ նախագահն էլ քաղաքական կարիերան իր ավարտել է, ամեն դեպքում ինքն է դրա մասին հայտարարել, այս անգամ ես հավատում եմ։ Ինձ անկեղծ ափսոսս գալիս է Արթուր Վանեցյանի մասով ինչի։ Մարդը երիտասարդ է, կարող է քաղաքական կարիերան, կարող է այս պետությանը պետք է անկախ նրա իր գործած սխալներից, որոնք ես հրապարակային քննադատել եմ, անկախ նաև իր որոշակի քաղաքական կողմնորոշումներից կամ քաղաքական սխալ հաշվարկներից, լավ վաղը միսօր այս պետությանը այդ տարբեր մարդիկ պետք են գալու։ Ինչի եք ուզում, լավ հարց առաջանում, չէ՞, ասենք երրորդ նախագահը եթե քաղաքական թոշակի է գնալու վաղը միսօր, եթե այսօր չի գնացել։ Ինչա փորձում ոնց որ գնալուց առաջ կործանել այս մարդկանց, ասենք Արթուր Վանեցյանին, մի այլ դրվագում ուրիշ մարդկանց, հա։ Ինչի չեն թողում, չէ՞ որ այդ կադրային ռեզերվը լավ ու վատ այս երկրի համար է։ Հեղինակազրկեք, ուրեմն թող այս Մարտուն Գրիգորյանի ժողովրդական խոսքով ասած տինդիրիտներով Արթուր Վանեցյանն էլ վերջնականապես հեղինակազրկվի, տեսնենք ով է շահում դրանից։ Ես վստահ եմ Արթուր Վանեցյանը չի շահելու։ Եվ սա ինքը նաև պիտի գիտակցի, համաձայն ես թե ոչ։ Իհարկե պիտի գիտակցի, իհարկե, նախորդ օրը ես գրել, չնայած ոչ միայն նախորդ օրը, ես անդադար եմ դրա մասին գրում, որ ցանկացած գործիչ, ցանկացած հեղինակություն ունեցող մարդ, հանրային դաշտում, քաղաքական դաշտում, ինչ դաշտում ուզում է լինի, նույնիսկ մշակույթի դաշտում, հա։ Պետք է լուսատարիներով հեռու մնան Սերժ Սարգսյան նախագահից, Սերժ Սարգսյան քաղաքական գործչից, եթե ուզում են ինչ-որ հաջողություն ունենալ եւ արդյունքներ գրանցել։ Ինչու՞ փորձը ցույց է տվել, այս մարդու 10 տարվա իշխանավարումը ցույց է տվել, որ ինքը, եթե նույնիսկ կարողանում է գերազանց լավ խաղալ քաղաքական դաշտում, պետության համար անպիտան գործիչ է փաստորեն։
որովհետև իր իշխանավարումը ոչ իշխանություն եղած ժամանակ եւ ընդդիմություն եղած ժամանակ էլ մեր երկրին, մեր պետությանը, մեր ժողովրդին վնասից բացի օգուտ չի տվել, հարգելի Բորիս։ Ինչու չխոսենք այս ամենի մասին, ես չեմ հասկանում։ Ինչի փակենք, ինչի կոծկենք, ինչի ինքներս մեզ խափենք, որ տեսեք, ունեցել ենք, վայ, այսպիսի գերազանց պետականամետ երրորդ նախագահ։ Ոչ, չենք ունեցել։ Եվ նրա հետ փոխկապակցված անձինք մինչ օրս եւ այսօր էլ Գյումրու ընտրությունները մեզ ապացուցեցին, որ միայն վնասում են ազգային եւ պետական շահը։ Ամփոփելով պետք է ասեմ, որ տարվա սկզբին մի հոդված էին հրապարակել Արտուր Վանեցյանի քաղաքական, այսպես երկրորդ գալուստի հետ կապված, մեր մոտեցումը հետեւյալն էր, որ Գյումրու ընտրությունները Արտուր Վանեցյանի համար շանս են ռեբրենդինգ լինելու, Սերժ Սարգսյանից տարանջատվելու, ցույց տալու, որ ինքը առանձին գործոն է։ Եվ իրականում այդ հնարավորությունը կար։ Բայց երբ Սերժ Սարգսյանի ֆրակցիայի անդամ Մարտուն Գրիգորյանով մասնակցեց այդ ընտրություններին եւ այս պատմությամբ հայտարարք ես կարծում եմ Արտուր Վանեցյանը շատ լուրջ հարված ստացավ եւ այստեղ կարծում եմ պարոն Վանեցյանը պիտի մտածի իսկ կարող է այն խորհրդականները այն մարդիկ որոնք իրեն խորհուրդ են տալիս որ այս ճանապարհը ընտրի այդ մարդիկ քաղաքականապես ոչնչացնում են Արտուր Վանեցյանին ուրիշ մարդու գալու քաղաքական դաշտում տեղ զբաղեցնելու համար որովհետև նման քաղաքական հաշվարկը չի կարող լավ բանի բերել, հա, այսինքն չի կարող Մարտուն Գրիգորյանի 3 օրվա լռությունը Արտուր Վանեցյանի քաղաքական կապիտալում ավելացնել։ Դա այդպես ծախսվում է, եթե այդտեղ ինչ որ կապիտալ էլ կար։ Միանշանակ ակնհայտ է որ քաղաքական որոշման այո, այստեղ Արտուր Վանեցյանը ինքը պիտի իրան հարց տա։ Լավ, ովքեր են այս խորհուրդներին ինձ տվողները կամ ես ինչ եմ այս բանի մեջ մտնում։ Լավ հնարավորություն կար, այո, քաղաքական ստարտ տալու։ Ի վերջո էլի եմ ասում, անկախ վերաբերմունքից ես օրինակ քաղաքական առումով Արտուր Վանեցյանին չեմ ընտրի։ Բայց կարծում իրեն ընտրողներ կլինեին երկրում։ Եվ ինքը մեր երկրի կադրային բազայում կարևոր դեր կարող էր խաղալ։ Ի վերջո ամեն մարդ չի կարողացել ԱԱԾ պետ դառնալ, այդպիսի ինֆորմացիաներ կրել, հա։ Նախկին նախագահները կարևոր դեր են, չէ՞, երկրի քաղաքական հասարակական կյանքում խաղում, նախարարներ, մարդը չի գալիս նախարար դառնում կարևոր ինֆորմացիաների տիրապետում ու ռադը պետք է քաշի գնա այս երկրից, այդ ինֆորմացիան ծառայեցնի ուրիշ երկրի։ Այսինքն այդ կապիտալը դա միշտ է մեր երկրինը, որտեվ դուք այդ ժամանակաշրջանը, որ պետական պաշտոնը օգտագործում եք, նաև կարևոր փորձառություն եք ձեռք բերում, որ այս պետությանը պիտի պետք է։ Ես այդ առումով չեմ ցանկանա, որ Արտուր Վանեցյանը քաղաքականապես ոչնչացվի, բայց այն ինչ որ անում է իր կողքին գտնվող մարդը, իր տեխնացուն, դա Արտուր Վանեցյանին քաղաքականացմամբ քաղաքական տեսանկյունից ոչնչացնելու գործողություններ են։ Հիմա թողին իրան հարց տա, ինչ ես մարդ այդ բանը անում, ինչ են ուզում Արտուր Վանեցյանը, կարող ուզում են խաղից անել, չգիտեմ, ինձ հետաքրիր էր դա։ Ես կուզեի այդ հարցի պատասխանել, որտեվ այո, ես կուզեմ քաղաքական դաշտում Արտուր Վանեցյանը իր տեղը ունենա, թողեն մյուս իր տեղը ունենա, թողեն մյուս, դրանք մեր երկրի հարստություններն են, քաղաքական, չնայած շատ վատ քաղաքական դաշտ ունենք։ Մի փոքր դեֆորմացված է, ու շատ է դեֆորմացված, մի փոքր այլանդակա, մի փոքր փողի վրա է հենված քաղաքական դաշտ։ Բայց հիմա ունենք այն ինչ ունենք։ Որտեվ X պահի այդ մարդիկ կարող են այս պետությանը պետք գալ։ Հիմա լավ, բանը Վարդան Ղուկասյանը բոլոր պատմություններով հանդերձ, չէ՞, բայց նաև իր մասնակցությունը, չէ, հնարավորություն տվեց ԿՊ-ին ցույց տալ, որ ինքը չունի աջակցություն հանրային։ Եթե Վարդան Ղուկասյանն 3 ամիս առաջ քաղաքականապես ոչնչացրած լինեին, այսօր այդ 22%-ը կարող գնար Նիկոլ Փաշինյանին կամ ուրիշ նիկոլական տեխնացու։ Ուզում եմ ասել, պետք է նաև քաղաքական ակտորներին բան վերաբերվել, եթե իհարկե իրենք թշնամական ծրագրեր չեն սպասարկում։ Այնպես որ ես կարծում եմ նաև այն հոդվածի տրամաբանությամբ, որը տարվա սկզբին մենք գրել էինք, Արտուր Վանեցյանը այո ուներ շանս, ես կարծում եմ հիմա էլ դեռևս քիչ ունի շանս իր համար իր առանձին ստարտը տալու այս քայլերով որով իրականացվում են այդ ստարտը ուղիղ գնում է ինչ-որ մեկ փոս եւ ավարտը շատ մոտ է լինելու Այստեղ գործ ունենք ցանկությունների եւ հնարավորությունների հետ գուցե Արտուր Վանեցյանը կցանկանար քո ասացի պես տարանջատվել եւ իր
իր որոշումներով, հա, ներկայանար դաշտում եւ իր կադրերով, բայց արդյոք Արթուր Վանյանը կարող է դա անել։ Հարցը դա է այստեղ, հարգելի Բորիս։ Ես առաջարկում եմ պարոն Վանեցյանին առաջիկայում գալ մեր եթեր, ես խոստանում եմ անպայման այս հարցը տալ, եթե իժեստս այդ ժամանակ։ Չնայած պարոն Վանեցյանը ամիսներ առաջ դեռ խոստացել էր մեր եթեր գալ, ես հուսամ հնարավորություն կստեղծի, որովհետև բազմաթիվ հարցեր կան, որոնց ինքը կարող է պատասխանել։ Միանշանակ։ Շնորհակալ եմ։ Եթե ավելացնելու բան ունես։ Ավելացնելու ունեմ, Վարդան Ղուկասյանին ընտրելով Գյումրին ապացուցեց, որ ոչ բոլոր նախկիններն են փաստորեն այդպես սարսափելի եւ վախենալու ժողովրդի համար, ինչպես ներկայացնում է նախորդ իշխանությունը, հա, այսպես որ հիշում ես, շատերը գրում էին թուրքերն էլ գան, նախկինները հետ չգան, իբր ժողովրդի Չկարող է դաժե որոշումն այսպեսին է։ Էլզա ջան, կարող է անգամ ինքը սարսափելի է, կարող ինքը վախենալու է։ Գյումրեցիները որ ժողովուրդը բայց մի բան ակնհայտ է։ Գյումրեցին ապացուցեց, որ ինքը համաձայն է նախկինին Բայց ոչ հետերի թուրքը։ իշխանության, Ոչ թուրքը։ այո։ Այսինքն այդ փոխել է ժողովրդի։ Սա շատ Սա կարևոր է։ կոտրվեց։ Իհարկե, ժողովուրդը ես կուզեի, որ ավելի լավ ընտրություն աներ։ Անկեղծ իմ օրինակ ես կուզեի, որ Մայր Հայաստանը եւ Կարեն Սիմոնյան շատ ավելի շատ տոկոսներ ստանային։ Բայց հիմա մարդիկ էս են ընտրել։ Բա գոնե թուրք չեն ընտրել, լավ է դա։ Գոնե մեծամասնությունը թուրքական շահեր սպասարկող, ես բանին Սարիկ Մինասյանն իհարկե անձնապես թուրք չեմ համարում, բայց այն քաղաքական միավորը, որ ինքը ներկայացնում է, դա թուրքերի շահերը Գոնե Արցախը արձակելով ինքը թուրքերի շահերը սպասարկող միավոր է, ժողովուրդը գոնե իրաց չի ընտրել, այսքանով ես գոնե ժողովրդից բայց համարում եմ, որ ժողովուրդը ավելի լավ ընտրություն կարող էր անել, այդքան բան։ Շնորհակալ եմ։ Ես շեշտեմ զրուցում էի Էլիզա Արաքելյանի հետ, տեսություն կհանդիպենք։